Հարգելի դատավորներ, ինչպես նկատում ենք, որոշ կողմերի ներկայացուցիչներ բացակայում են։ Ինչ կարծիք եք նիստը շարունակելու հարցի մասին։ Շարունակենք։ Շատ բարի, պատասխանող կողմի նիստը շարունակում է ընդհատման պահից, խնդրեմ պատասխանողին շարունակի իր խոսքը։ Բարձր դատան, թեև որոշ կողմերի ներկայացուցիչներ չկան, ուղղակի ուզում եմ մի դիտարկում անել, հաշվի առնելով, որ ստեղ էլ աննախադեպ են, ընտրական գործերով դիմող կողմերի թվաքանակը եւ յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել 40 րոպե ներկայացնելու եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի սկզբանե ունեցել է Սահմանադրական դատարանը մեզ ներկայացրել է դիմումները եւ կից նյութերը, ուղղակի պրակտիկորեն հնարավոր չի ժամ ու կեսի սահմաններում հնչեցրած բոլոր դիտարկումներին ասենց կետ անդրադառնալ եւ բացատրություններ ներկայացնել այդ ես եւ պարոն Հովակիմյանը մենք ընդհանրական բոլոր այն խնդիրները, որ բոլոր դիմումներում կան, դրանց մասով կանդրադառնանք եւ հարգելի դիմումատուները այն հարցերին, որ յուրաքանչյուրի դիմումով մեր պատասխանում անդրադարձ չի կատարել, կփորձենք հարց ու պատասխանի միջոցով այդ բացը լրացնել, եթե կլինի այդպիսին իհարկե հարցեր։ Այժմ ներկայացնեմ հակիրճ դիմումներում վերված որոշակի հիմնավորումների, դիմողների կարծիքների վերաբերյալ մի քանի դիրքորոշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, Ընտրական Ուժեղ Հայաստան դաշինքի դիմումում նշվում է. ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել է վարչական ռեսուրսի կիրառման եւ պետական իշխանության ներկայացուցիչների ներգրավման բազմաթիվ դեպքեր, որոնք իրենց բնույթով կարող էին ազդել ընտրողի ազատ կամարտարության վրա եւ խաթարել ընտրական գործընթացի հավասար եւ մրցակցային բնույթը։ Սահմանադրության երկրորդ հոդվածի երկրորդ մասը շեշտադրում է ընտրությունների ազատության սկզբունքը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտրող ազատ է կատարել իր ընտրությունը, ինքնուրույն ընտրությունը, ելնելով թեկնածուների իր համակրանքից կամ հակակրանքից, իր քաղաքական կամ տնտեսական շահերից։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի կուսակցության օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։ Ոչ ոք չի կարող հարկադրանքի որևէ եղանակով ընտրողից բացահայտել, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել։ Սրանց քրեաիրավական բնույթին հարակից պատասխանողները կանդրադառնան, ես ընդամենը ուզում եմ ասել, որ եղել են դեպքեր, մենք էլ ենք իմացել, իրազեկված ենք ինչպես հանրային հրապարակումներից, իրավապահ մարմինների գործունեության, այնպես էլ առանձին դեպքերից, կենտրոնական ընտրական հանձնաժողովին բացառիկ դեպք է հայտնի եղել, ընդամենը մեկը։ Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների ներկայացվածությանը, պետական պաշտոնյա ներկայացուցիչները մասնակցել են նախընտրական քարոզությանը եւ ընտրական օրենսգրքի 82-րդ հոդվածը հստակ սահմանում է այն պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնք ընդհանրապես չեն կարող լինել եւ չեն կարող անգամ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, դատավորներ, դատախազներ, ոստիկանության ազգային անվտանգությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարար հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայություններում ծառայողներ, զինվորներ, ընտրական հանձնաժողովի անդամներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձիկ չեն եղել նման դեպքեր։ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորների թեկնածուները բացառությամբ հանրապետության նախագահի, ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության անդամների,
ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզության պաշտոնական մեկնարկից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Վերը նշված իրավակարգավորումներով հստակ եւ աներկբա սահմանված են այն պաշտոնատար անձիկ, ովքեր չեն կարող առաջադրվել թեկնածու, իդեպ, ինչպես ասեցի, ցանկը սպառիչ է, նույն իրավանորմերով սահմանվում է նաև պարտադիր կանոն, ըստ որի թեկնածու առաջադրված հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզության մեկնարկից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Վերագրալով պայմանավորված պատասխանող հանձնաժողովը գտնում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պետական իշխանության ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքով որպես թեկնածու ազգային ժողովի ընտրություններին մասնակցելը չի կարող գնահատվել ընտրական օրենսգրքի պահանջների խախտում։ Դիմումներում անդրադարձ են կատարվում քաղաքական մրցակցությանը պետական մասնավորապես իրավապահ մարմինների միջամտության հարցին։ Նույնաբովանդակ դիտարկումներ ունեն Ուժեղ Հայաստանի դիմումում, Հայաստան դաշինքի դիմումում, էջերը նշված են մեր մոտ, ԴՕԿ կուսակցության դիմումը, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշին կուսակցությունը, Նորուժ ռեֆորմիստական կուսակցության դիմումը։ Այո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ, դիրքորոշում, որպեսզի իրավապահ մարմիններին ընտրական օրենսգրքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրությամբ մատնանշվել է, որ նախընտրական քարոզության ժամանակահատվածը եւ քվեարկության եւ դրան նախորդող օրը նախընտրական նախատեսված եղանակներով քարոզության արգելքի մասին եւ խնդրել են կուսակցությունների իրավապահ մարմիններին խնդրելով կուսակցությունների դաշինքների հավասար հնարավորություն ապահովելու նպատակով հնարավորության դեպքում իրավապահ մարմինների կողմից տարածված հաղորդագրություններում զերծ մնան ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների անվանումները հիշատակելուց։ Եվ շատ բնական է, որ հակակոռուպցիոն կոմիտեն անդրադարձել է այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված խնդրանքին, մասնավորապես նշելով, եթե նախընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժը կամ դրան ներկայացուցիչը նախընտրական ժամանակահատվածում կատարում է քրեորելի պատժելի արարք, ապա պետք է գիտակցի եւ կրի դրա ռիսկը, որ իր հանցավոր վարքագիծը ցանկացած փուլում կարող է բացահայտվել եւ հրապարակայնեցվել։ Պատասխանող ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ նաեւ հաջորդիվ ներկայացված իրավական հիմնավորումներին եւ պնդումներին, որ ընտրական օրենսդրության փոփոխությունները ազդեցություն են ունեցել քաղաքական մրցակցության վրա կամ այն պնդմանը, որ անբավեր քվեաթերթիկների թիվը գրեթե քառապատկվել է, համաձայն ենք, որ քառապատկվել է, բայց համաձայն չենք մեկնաբանությանը, որտեղ մենք ենք արձանագրել այդ թիվը, որ օրենսդրական փոփոխությունների եւ դրանց վերաբերյալ ընտրողների ոչ բավարար իրազեկման միջև առկա է անմիջական կապ, որն էական ազդեցություն է ունեցել ընտրողների կամքի ազատ եւ արդյունավետ արտահայտման իրավունքի իրացման վրա, ինչպես նաեւ ներկայացվել է եզրահանգում, ըստ որի 2026 թվականի ապրիլի 7-ին ընդունված օրենսդրական փաթեթում փոփոխության են ենթարկվել նաև քվեաթերթիկի ձևին, լրացման կարգին, անբավեր ճանաչման հիմքերին վերաբերող դրույթները։ Միաժամանակ քաղաքացիների պաշարջ իրազեկման եւ փոփոխությունների վերաբերյալ լայնածավալ տեղեկատվական աշխատանքների բացակայության պայմաններում ընտրողների զգալի մասը չի ունեցել բավարար տեղեկատվություն նոր կարգավորումների վերաբերյալ։ Բարձր դատարան, այո, 2026 թվականի ապրիլի 7-ին ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի երկու հոդվածներում, մեկը 81 հոդվածներ, որով կարգավորվում էր 81-ի երկրորդ մասը, որով կուսակցությունների դաշինքների անվանումներում պետք է ներառված չլինեն անձնանուններ։ Այս մասով ասեմ, որ փոփոխությունը կատարվել է
մինչև առաջադրման մեկնարկը եւ բոլոր քաղաքական ուժերը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։ Ինչ վերաբերում է, որ քվեաթերթիկի ձևին, լրացման կարգին, անվավեր ճանաչելու հիմքերի մասով փոփոխություն է կատարվել եւ հենց դա է պատճառը, որ անվավեր քվեաթերթիկների թիվը քառապատկվել է։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ընդունվել է 2016 թվականին մայիսի 25-ին։ Առաջին իսկ խմբագրմամբ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է։ Ազգային ժողովի իդեպ այս դրույթում մի անգամա փոփոխություն եղել է 10 տարվա մեջ, ազգային ժողով բառերից հետո ավելացել է եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավականիների բառերը։ Քվեակարգը չի փոխվել։ Այսպես 67-ի 3-րդ մասը սահմանում է ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավականների ընտրությունների ժամանակ ընտրողը ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով, իսկ չօգտագործված քվեաթերթիկների մասով օրենսդիրը սահմանել է հետևյալ կարգը. չօգտագործված քվեաթերթիկները քսվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ։ Այսինքն ակնհայտ է, որ գործող քվեակարգը 10 տարյա համամասնական ընտրակարգի դեպքում գործում է, հատկապես ազգային ժողովի պարագաներում, որը 16 թվին ի սկզբանե տենց ա եղել, որ պետք է բոլոր քաղաքական ուժերի համար տպված եւ ընտրողներին տրամադրված քվեաթերթիկներից ընտրողը մեկը վերցներ եւ դներ ծրարի մեջ։ Դա է ճիշտ վարքագծի կանոնը եղել ի սկզբանե եւ 16-ից առ այսօր ընտրողները անընդհատ դրա մասին բոլոր ընտրությունների շրջանակներում տեղեկատվական եւ իրազեկման միջոցառումների շրջանակներում իրազեկվում են այդ մասին։ Ինչ վերաբերում է 17000 անվավեր քվեաթերթիկներին, փոխվել է անվավեր քվեաթերթիկների հաշվարկման, ընդհանրապես քվեաթերթիկների տեսակավորման եւ հաշվարկման կարգը։ Այո, բայց դա ընտրողի մասով չի, դա տեղամասային ընտրական հանձնաժողովների գործառույթի մասով է եւ ես կենտրոնական ընտրական հանձնաժողով կարծում եմ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները իրենց գործառույթը քվեաթերթիկների տեսակավորման վերապահված այդ լիազորությունը իրականացրել են ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Սահմանադրական օրենքը կարգ ասում, մեկից ավելի քվեաթերթիկ կա մեջը, անվավեր է։ Եվ տեղամասային հանձնաժողովները չեն կարող այլ կերպ ամփոփել տեղամասում քվեարկության արդյունքը։ Դիմումներում ներկայացված հաջորդ խումբ հարցադրումները վերաբերում են վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը առաջին մասով սահմանված է հետևյալը. արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումը եւ իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվող առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքիցներին իրենց լիազորությունները իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Այս սահմանափակումը, այսինքն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս եւ պաշտոնե հանդես գալիս վերապահված է նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալներում պետական տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին։ Հաջորդիվ թվարկված սուբյեկտների համար այլ սահմանափակում է նախատեսվում։ Մասնավորապես ընտրական օրենսգրքի 23 հոդվածի այդ իրավանորմերի պահանջներից ակնհայտ է, որ օրենսդիրը որոշակի կատեգորիայի անձանց համար ոչ թե արգելում է ընդհանրապես քարոզչություն կատարելը, այլ այդ կապակցությամբ սահմանում է որոշակի կանոն։ Այսինքն այդ կատեգորիայի անձիկ անմիջականորեն ընտրողների կողմից նաև ընտրված պատգամավոր, համայնքի ղեկավար, ավականու անդամ կարող են իրականացնել քարոզչություն բացառությամբ իրենց լիազորությունները իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս չեն կարող դա անել։ Ընդհանուր առմամբ դրա իրավունքը վերջիններիս վերապահված է։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, ինչպես ես նշեցի արդեն,
ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառման վերջիններս ազատ են ընդհանրապես իրականացնելու նախընտրական քարոզությունը։ Վերնշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ինչպես նաեւ որոշակի հստակ նշված աշխատակիցներին արգելված չէ նախընտրական քարոզություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել օրենքով նախատեսված որոշակի եւ հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Այդ սահմանափակումները նախատեսող ներկներով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միայն այդ դեպքերի համար, երբ նախընտրական քարոզությունն ու այդ նպատակով նյութերի տարածումը իրականացվում է տվյալ անձանց լիազորությունները իրականացնելիս։ Եվ նշված գործողությունները կամ գործունեությունը տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսված հենց այդ իրավասությունը իրականացնելիս, այսինքն օրենքը արգելում է պաշտոնատար անձին քարոզություն իրականացնել պաշտոնական լիազորությունների իրականացման հետ մեկտեղ, այսինքն այդ մեկտեղումը չպետք է լինի։ Հետևապես պատասխանող կողմը գտնում է, որ վերը նշված կանոնների պահպանմամբ ինքնին նախընտրական քարոզչական հավաքին ներկա գտնվելու հանգամանքը չի կարող որակվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում։ Հայաստան դաշինքի դիմումում կա մի բաժին ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսի չարաշահումները, որտեղ դիմումատուն ներկայացնում է 3 ծրագիր առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրում, կենսաթոշակների բարձրացում, ագրոպարենային ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, հաշվի առնելով, որ կենտրոնական եւ դիմումատուն հաջորդիվ ներկայացնում է միջազգային կազմակերպությունների մոտեցումը այս հատվածի եւ այդ վարկագծի վերաբերյալ։ Քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր 258-ավորոշմամբ արդեն իսկ անդրադարձել է այս հարցին, ընդամենը ուզում եմ ներկայացնել նորից ՀԱԿ-ԺՀՄԻԳ-ի 2016 թվականին ընդունված ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելում եւ արձագանքում համատեղ զեկույցի դիրքորոշում, որ պետական տեղական մարմինների ընթացիկ աշխատանքի իրականացված ծրագրերի եւ ապագա նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական աղբյուրներով չի համարվում վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այն չի պարունակում քարոզչական կոչեր կամ որևէ տեխնացուի կամ կուսակցության օգտին քվեարկելու հորդորներ։ Ինչպես նաեւ այդ ներկայացված ուղեցույցում նշված է, որ օրինական գործողությունները կարող են գնահատվել վարչական ռեսուրսի չարաշահում, եթե դրանց հանրային նպատակն է որևէ տեխնացուի կամ քաղաքական ուժի համար հավասար առավելություն ստեղծելը։ Ես կարծում եմ, որ նշված ծրագրերը առողջապահական ներդրումը բավականին վաղ է եղել։ Սոցիալական ծրագրերի մասով այդ ուղեցույցում եւս նշված է, որ կենսաթոշակների, նպաստների, բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը չեն կարող համարվել վարչական ռեսուրսի չարաշահումներ։ Ընտրական օրենսգրքի նախընտրական քարոզությանը նվիրված 4-րդ գլխի դրույթների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ընտրական օրենսգրքի իմաստով նախընտրական քարոզությունը համարվում է ցանկացած գործողություն, որն ուղղված է տեխնացուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրողին տրամադրելուն, կողմնորոշելուն։ Նախընտրական քարոզության իրականացման մեթոդներն ու եղանակները տարբեր են նաև նախընտրական քարոզության իրականացման միջոցները եւ պետք է ընդունենք, որ քաղաքական ուժերը իրենք են ընտրում իրենց նախընտրական քարոզության իրականացման, կազմակերպման, անցկացման մեթոդներն ու եղանակները։ Ուժեղ Հայաստան դաշինքի դիմումում
էջ 6875, միասնության թևեր կուսակցությունում դիմումի 7-ից 13 էջեր, դոկ կուսակցության դիմումի 17 էջը, Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումի 17-ից 20 էջերը, Նորուժ ռեֆորմիստական կուսակցության 10-ից 11-րդ էջերում ներկայացվում են հանգամանքներ, որոնք վերաբերում են նախընտրական քարոզության ժամանակ ատելության խոսքին, բռնության կոչերին, բռնության կիրառման սպառնալիքներին եւ այլ պնդումներ են ներկայացված այս համատեքստում, հա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր 140626 թվականի 258 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, որի պահպանումը հատկապես կարևոր է քարոզարշավների ժամանակ։ Այնուհանդերձ արձանագրում է, որ այն չի կարող մեկնաբանվել որպես բացարձակ իրավունք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծում է, որ թեկնածուների կողմից հնչեցվող խոսքում, հրապարակային ելույթներում եւ այլ քարոզչական նյութերում հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները ենթակա են գնահատման իրավապահ մարմինների կողմից եւ կարող են հանդիսանալ այլ վարույթների առարկա։ Այս մոտեցման եւ նախընտրական քարոզության ժամանակահատվածում նախընտրական քարոզության ընթացքում ատելության խոսքին անդրադարձ կան նաեւ սահմանադրական դատանի կողմից, որով նշվում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը եւ դրանց ներկայացուցիչները նախընտրական քարոզության ընթացքում օգտվում են իրենց կարծիքն արտահայտելու լայն հնարավորություններից, ինչը ժողովրդավարական հասարակությունում հնարավորություն է տալիս ազատորեն ձևավորելու ժողովրդի կամքը, ուստի այն ընտրությունների ազատության սկզբունքի պահպանման անհրաժեշտ պայմանն է։ Այնուհանդերձ նախընտրական քարոզչությանը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով, սպառնալիքներով, եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ, որոնք խաթարում են խաղաղ եւ առողջ սոցիալական միջավայրը։ Քաղաքական ուժերը եւ դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն, բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ, սպառնալիք եւ արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ։ Սա է բարձր դատարանի դիրքորոշումը։ Քանի որ ժամանակը բավականին սուղ է, ես շատ կարճ անդրադառնամ երկու դիտարկման։ Դիմումում նշվում է եւ այս երկու օրերի ընթացքում գրեթե բոլորի կողմից նշվեց քվեարկությանը մասնակցած 79125 քաղաքացու դեպքում անձնագիրը մուտքագրվել է մասնագետի կողմից ստեղնաշարով եւ ներկայացվում են ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սուբյեկտիվ ընկալման մոտեցումներ, հա։ Նախ ուզում եմ նկատել, որ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի երկրորդ մասը սահմանում է հետևյալ կարգավորումը. եթե ընտրողի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, ապա ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի նույնականացման քարտի համարը տեխնիկական սարքավորման մեջ։ Օրենսդիրը միանշանակ եւ հնարավոր ու թույլատրելի է համարում այս կերպ ընտրողի քվեարկելու իրավունքի իրացումն ապահովելը։ Եվ բնական է, որ պետք է ընտրական հանձնաժողովները, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեխնիկական սարքը սպասարկող մասնագետը անվերապահորեն կատարել ընտրական օրենսգրքով սահմանված կարգը եւ պահանջը։ Ընտրական պետությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիր, նույնականացման քարտ, բայց չի կարա բոլորի անձնագրերը նես պահի, որ միշտ այդ էմերզե դաշտը ընթերնելի լինի, դա յուրաքանչյուրի պարտավորությունն է, եւ միայն ընտրողի կողմից չի, կարող է, որ սարքի այդ էմերզե հատվածը, որը ընթերցում է, խնդիր ունի, իհարկե կարող է, դրա համար, որպեսզի քվեարկելու իրավունքը չխոչընդոտվի, արկա է հետևյալ կարգավորումը։
Էլ չեմ նշում, որ այդ աստղանիշով շատ հստակ նշված է եւ 79125 թիվը հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալն է, ընդհանրապես կանդրադառնամ շատ կարճ նորից հարց ու պատասխանի արդյունքում, եթե պետք լինի ավելի մանրամասն կներկայացնենք անճշտություններին, հա, 72 հոդվածի կարգավորումներին։ Ուրեմն ինչ Հայաստանի Հանրապետությունում կա ընտրական օրենսգիրք 1990 թվականից առ այսօր այդ ինստիտուտը անճշտությունների միշտ կա։ Անգամ կար այն ժամանակ, երբ որ առանձին օրենքներով են ընտրական գործընթացները կարգավորում։ Ինչ է այդ անճշտությունը։ Օրենսդիրը շատ հստակ նախատեսել է ու կանխատեսել է, որ կարա լինի դեպք, որ ընտրողը գա տեղամաս, գա մինչև սարքը չկար, հասներ ցուցակին, հիմա սարքից հետո մոտենա ցուցակին, քվեատուփի մոտ խցիկին հասնելուց տեսնի հերթական, չգիտեմ մտքով ինչ ասի, հետ գնա ու չքվեարկի։ Իհարկե կարող է։ Կարող է ընտրողը կորցնի իր քվեարկության կտրոնը։ Բազմաթիվ են դեպքերը, որ մենք ունենք դեպք, երբ որ հնարավորության դեպքում մի րոպե փորձել են այդ խցիկում, որտեղ ընտրողը իր քվեարկությունը կատարել է, փորձել են այնտեղ հասկանալ, միգուցե կտրոնը այնտեղ է թողել, որտեղ հետո նորից երկրորդ կտրոն տրամադրելը հնարավոր չի, արգելված է այդ գործընթացը իրականացնելը, բայց երբ կարող է ընտրողի քվեարկթերթիկի վրա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցվել, երբ որ քվեատուփի համար պատասխանատու անդամը ստանում է կտրոն։ Մենք ունեցել ենք դեպքեր բարձր դատարան, երբ որ տեղամասերից մեզ ասել են, որ առանց քվեաթերթիկի ընտրողը քվեարկության խցիկից դուրս է եկել դատարկ ծրարով ու ասել է, որ ես պետքա սա գցեմ քվեատուփի մեջ, սա է իմ կամքը։ Կարող է տեղամասային հանձնաժողովը ասել չէ, բացատրել են, նորից են կարգը քվեարկության ընթացակարգ այդ քայլերը բացատրել, ընտրողը ասել է ոչ, ես այս կերպ եմ իմ կամ արտահայտությունը հայտնում եւ հայտնել է իր կամ արտահայտությունը։ Եվ ոնց որ թե իմ ժամանակը պարոն Հովակիմյանի ժամանակից եմ խլում, շատ կարճ ուզում եմ անդրադառնալ այդ նախընտրական հիմնադրամի միջոցների այդ Հայաստան Դաշինքի կողմից բարձրացված երկու դրվագներին, մեկը շտաբների մասով, մյուսը դրոն շոուի մասով, նայեք, նախ ասեմ, որ եւս ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին ունենալու աուդիտ որակավորված վերահսկիչ վերստուգիչ ծառայությունում, ինչից բոլոր 3 խմբակցությունները օգտվել են։ Իրենց վերապահված այդ իրավունքը իրացրել են եւ ունեցել են իրենց աուդիտները վերահսկիչ վերստուգիչ ծառայությունում եւ բոլոր փաստաթղթերը, բացարձակապես բոլորը հասանելի են եղել աուդիտներին եւ դա է արդյունքը, որ դուք այսօր դա ներկայացնում եք։ Հիմա 130 շտաբներ անհատույց տրամադրված ըստ դիմումատուի մոտեցման ոչ ճիշտ կերպ են հաշվարկել այդ անհատույցի չափը, արժեքը, հա, տենց է ձեր մոտեցումը։ Նախ ասեմ, որ ընտրական օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ մեթոդաբանությամբ, ինչ բանաձևով պետք է դա հաշվարկեն քաղաքական ուժերը, բայց սահմանված է այդ կարգը մեկ այլ պետական մարմնի կողմից, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 17-ի աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը նրանց ներկայացվող պահանջները աուդիտի իրացման շրջանակները սահմանելու մասին համար 2Ն որոշման 10-րդ գլխի 89-րդ կետում ունի հետևյալ կարգավորումը. անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս, որպես շուկայական արժեք հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5%-ը հաշվարկված տարեկան կտրվածքով։
նորմատիվ իրավական ակտ 2002 թվականից գործում է, գոնե դիմումատուների մեջ ներկա գտնվող քաղաքական ուժերը բոլորը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր իրենց հաշվետվությունները ներկայացնող սուբյեկտներ են, հասանելի է եղել, բաց աղբյուր է այս կարգավորումը եւ ազգային ժողովի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից երկուսը այս կարգավորումից օգտվել են եւ այս կերպ են ներկայացրել հայտարարագրերը։ Իդեպ ասեմ, որ բոլոր վերահսկիչ վեստուկից ծառայության վերջնական եզրակացությունը հետևյալն է, որ բոլոր քաղաքական ուժերի կողմից հայտարարագրերը ներկայացվել են ընտրական օրենսգրքի պահանջների համապատասխան, ներկայացվել են այդ ծախսերը հիմնավորող բոլոր փաստաթղթերը եւ վերահսկիչ վեստուկից ծառայությունը չի գտել այնպիսի անհամապատասխանություններ, որը կարող էր դիմել ԿՀ-ին վարույթ իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է դրոններին, դրոնների մասով էլ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրել է դիմումին կից ներկայացված նյութերը, ինքը եւս համացանցում համապատասխան ուսումնասիրությունները իրականացրել եւ գոնե մեր ընկալմամբ բավականին տարբերություն կա դիմումատուի կողմից ներկայացված այդ հունիսի 1-ի եւ քաղաքացիական պայմանագրի կողմից Շիրակի մարզում մի քանի տեղեր, որ 11 տեղ դրոն շոհոր արել են, ակնհայտ է այդ դրոնների քանակական քանակը, այսինքն չենք դրա հատ հաշվել, ուղղակի հնարավոր չի YouTube-ում դրանք հատ հաշվել, բայց պարզա մի պատկեր, որ շատ ավելի դրոններ է պահանջում, մեկ այլը, որ ակնհայտ է, որ այդտեղ չէր կարա նախորդի քանակը ապահովված լինել եւ բնականաբար դրանք կարող էին ունենալ տարբեր արժեքներ եւ տարբեր գին եւ քաղաքացիական ոնց որ այլ հաստատ վերահսկիչ ծառայությունը մեզ հայտնել է, որ միայն քաղաքացիական պայմանագիրն է, որ այդ գործիքից, այդ հնարավորությունից օգտվել է եւ ներկայացվել է ծախսերը հաստատող բոլոր հիմնավոր փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է թե կառավարությունը իր բնականon գործունեության կամ տոների հիշատակների մասին օրենքով սահմանված տոները կազմակերպելիս ինչ միջոցառումներ արել, ինչ գնային գործընթացներ իրականացրել կամ ինչ պայմանագրեր է կնքել, կարծում եմ դա հաստատ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության սահմանները չի, առավել եւս երևի այս վարույթի շրջանակներում քննարկվող հարց չի։ Եվ մի փոքր կարճ անդրադարձ միասնության թևեր կուսակցության դիմումի այն հատվածին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է ընտրական օրենսգրքի 48 հոդվածի 15-րդ մասի կարգավորումը, վերջինիս դիրքորոշումը այն է, որ ԿՀ-ն հակասելով 48 հոդվածի 15 մասին առանձին որոշում է կայացրել 258-ա որոշումը, որով անդրադարձել է դիմողի ներկայացրած դիմումին, մինչդեռ նման որոշում ընդունելու լիազորություն ԿՀ-ն ոչ ընտրական օրենսգրքով, ոչ էլ որևէ այլ օրենքով չի ունեցել, ընդամենը ասեմ, որ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 48 հոդվածի 15-րդ մասը սահմանում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կարգը, ժամկետները եւ այս դիմումով վարչական վարույթի առանձնահատկությունները ընտրական հանձնաժողովներում։ Այն է, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, որ որոշումը, որ ԿՀ-ն ընդունել է 258-ա որոշումը եւ այդ դիմումներով անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներով առանձին որոշում ընտրությունների արդյունքներն ամփոփող հանձնաժողովը չի ընդունում։ Դիմումը քննարկվում եւ դրա վերաբերյալ դիրքորոշումները համաձայն ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի պետք է լինեն ընտրության արդյունքների վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի որոշման մեջ։ Պարոն Հովակիմյան, թեւս պարոն Հովակիմյանը կշարունակի, ես կարելի է բարձր դատարան դիմումատուները, որոնք
այդ պահին չէին սկսել, այն բոլոր հարցերը, որ դիմումներով կային ու դետալային անդրադարձ չի կատարել, հարց ու պատասխանի ժամանակ կլրացնի պատասխանող կողմը, որտեղ ժամ ու կեսում ուղղակի հնարավոր չէր դա անել։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան, մոտ 35 րոպե ժամանակ ունեք դուք, պարոն Հովհաննիսյան։ Ես այդպես էլ կանխածում էի, դա համար սկսեցի այդ